համեմատեք քարը ջրի հետ։ Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն այսպես է արձագանքում պնդմանը, թե վաղարշապատի ընտրությունները կոնտրոլ թեստ էին 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ։ Ընդդիմադիրները հստակ պատկերացում ունեցան Հայաստանի ընտրական վիճակի մասին։ Հասկացան, որոնք են իրենց եւ մրցակցի առավելություններն ու թերությունները եւ ինչ պետք է անել 2026-ին հաղթելու համար։ Մի համեմատեք անհամատելեր դա։ Քաղտեխնոլոգը բացատրում է, թիմ ընտրությունների ժամանակ պայքարը քաղաքական է, խորհրդարանականի դեպքում աշխարհաքաղաքական։ Տեղական ընտրություններում ընտրում է քաղաքացին, վարչապետին որոշում է աշխարհաքաղաքացին։ Վարչապետը լինելու դեպքում որոշում է Զանգեզուրի միջանցքը կկառուցվի, թե չի կառուցվի, Հայաստանը կդիմի Եվրամիության անդամ դառնալու, թե չի դիմի, կդիմի BRICS անդամ դառնալու, թե չէ։ Աշխարհի խոշոր այն խաղացողները, որ որոշել են աջակցել Թուրքիային իրականություն դարձնել պանթուրանական ծրագիրն ու այդպես հարվածել Ռուսաստանին ու Իրանին, անելու են հնարավորը, որ Հայաստանում իշխանության մնա իրենց սրտով գործող ԿՊ-ն, կարծում է քաղտեխնոլոգը։ Ազգային ժողովի ընտրություններին ընդդիմադիր ուժերի մրցակիցը լինելու է ոչ թե քաղաքացիական պայմանագիր, կուսակցությունների գեոպոլիտիկ կենտրոնն է լինելու։ Գեոպոլիտիկ կենտրոնը հիմա ամեն կերպ է աջակցում ԿՊ-ին։ Ֆինանսապես, քաղաքականապես, դիվանագիտական ճանապարհով, տեղեկատվական։ Հեչ պատահական չէ, որ Եվրոպան մինչև 2018-ն էր խոշորացույցի տակ պահում Հայաստանի ժողովրդավարությունը։ Իսկ հիմա եվրոպացիները լուռ հետևում են Հայաստանում հոգևորականների, գործարարների, ակտիվ քաղաքացիների բանտարկություններին։ Դա նույնպես աջակցության ձև է։ Դրանով աջակցում են իշխանությունը, ինչ ուզում է սարա, բայց մնա իշխանությանը։ Բադալյանը բացատրում է, Եվրոպային պետք չէ ազգային դիմագիծ ունեցող Հայաստան, քանի որ ազգայինը խանգարում է Հայաստանը պլացդարմ դարձնել, Ռուսաստանն ու Իրանը մաս-մաս անելու գեոպոլիտիկ ծրագիրն իրականացնելու համար։ Միացյալ Նահանգներից մինչև Եվրոպա ու Իսրայել միշտ են աչք ունեցել Ռուսաստանի եւ Իրանի բնական պաշարների վրա, նկատում է քաղտեխնոլոգը։ Այդ երկուսի ռեսուրսները ահռելի տրիլիոնավոր դոլարներ են, տրիլիոնավոր, տասնյակ տրիլիոնների հաստատ։ Եվ Հայաստանը այդ ծրագրի մեջ կարևորագույն դետալ է հանդիսանում։ Նրանք ինչ է, կարծում եք պետքա թույլ տան ասել, եկեք հա փաստաթղթերով քվեարկեք եւ եթե հաղթում եք դուք, ապա այս ամբողջ ծրագիրը մենք չեղալ ենք հայտարարում։ Այսինքն իրենք անում են հնարավորը, որ այլընտրանքը գլուխ չբարձրացնի Հայաստանում ԿՊ-ի այլընտրանքը։ Ոչ թե գլուխ չբարձրացնի, ընդհանրապես չլինի, ինչպես Մոլդովայում արեցին։ Ըստ Բադալյանի, Հայաստանում իրավիճակ կարող է փոխվել միայն այն դեպքում, երբ ընդդիմությունը ԿՊ-ի աշխարհաքաղաքական հակակշիռը դառնա։ Իսկ դրա համար աշխարհաքաղաքական աջակից է պետք։ Ռուսաստանին նկատի չունի քաղտեխնոլոգը։ Ռուսաստանը ինքը այդ ազդեցությունը չունի այլևս Հայաստանի քաղաքական դաշտի վրա։ Այ մարդ Նիկոլայ հեչ, մենք Իվանի պոչից պիտի բռնենք։ Ով է հայտնի ֆիլմի հայտնի հերոսի ասած Իվանը Հայաստանի համար։ Իրանն է, ըստ Բադալյանի։ Ռուսաստանը այդքան շահագրգռված չէ։ Հիմա եթե ինքը Հայաստանից գնայել, ինքը Հարավային Օսեթիայում ունի ռազմական հզոր բազա, որ ամբողջ Հարավային Օսեթիան ինքը վերահսկում է, այսինքն Հայաստանից գնալը Ռուսաստանի համար դա վարկանիշային կորուստ կլինի, ոչ գոյաբանական։ Իսկ Հայաստանը արևմտյան դաշինք ամբողջովին ամրապնդվել է, դա Իրանի համար գոյաբանական խնդիր կլինի, որտեղ փակում է Իրան-Ռուսաստան ճանապարհը, հյուսիս-հարավ ճանապարհը ուղղակի կփակվի։ Բայց Իրանը Հայաստանին սիրուն աչքերի համար աշխարհաքաղաքական թիկունք չի դառնա։ Ուղղակի դու պետք է իմանաս ինչ ես առաջարկում Իրան Իսլամական Հանրապետության։ Արփիս Քեսյան, Հենրիկ Համազասպյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։